Շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյան, նախապատրաստվի Ռուստամ Բաքոյանը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Քննարկում ենք 2026-2031 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը եւ հաշվի առնելով վերջին 5 տարիների կառավարության գործունեության արդյունքում արձանագրված տպավորիչ ցուցանիշները մի ժամանակահատված, որը օբյեկտիվորեն լի էր տարատեսակ ճգնաժամային դրվագներով, թույլ տվեք կանխատեսել, որ մեր քննարկմանը այսօր ներկայացված ծրագիրը օբյեկտիվորեն կարծում եմ ամբիցիոզ ծրագիրը կիրականացվի լավագույնս եւ հաճախ կամ որոշ դրվագներով կարծում եմ նաեւ կգերակատարվի։ Եվ կարծում եմ, որ կառավարությունը պետք է վստահ լինի, որ իդեմս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ունի վստահելի քաղաքական հենարան եւ վստահելի գործընկեր այս ծրագիրը իրականացնելու համար։ Հարգելի գործընկերներ, եթե նկատեցիք, ես բնութագրեցի այս ծրագիրը որպես հավակնոտ եւ չնայած սրան երեկվա հարցուպատասխանի ժամանակ մեր ընդդիմության գործընկերներից ոմանք փորձեցին այն նսեմացնել բնութագրելով որպես համեստ կամ անհավակնոտ, հղում անելով կառավարության ծրագրում տեղ գտած տնտեսական ցուցանիշներից մեկին, մասնավորապես գալիք 5 տարիների տնտեսական աճի կանխատեսման թվին, որը 6% է ըստ կառավարության եւ հիմնավորումը թե ինչու է սա համեստ ցուցանիշ, հիմնավորման հիմքում ըստ էության նախորդ 5 տարիների կառավարության ծրագրում արձանագրված 7%-ի տնտեսական աճի շեմն էր եւ այստեղ այդ 1%-ի տարբերությունը ըստ էության մեր գործընկերներին հիմք է տալիս կարծելու, որ սա համեստ կամ անհավակնոտ ծրագիր է։ Ընդհանրապես մեր գործընկերները, մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքի գործընկերները սիրում են թվերը կոնտեքստից կտրված ներկայացնել եւ ասել, ահա, եւ բնութագրումներ կամ տարբեր բնորոշումներ հաղորդել այդ թվերին եւ այս պարագայում եւս կուզեմ մի ցուցանիշ ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ է այդ 6%-ը ըստ էության։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկի կողմից գալիք 5 տարիների տնտեսական աճի, համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կազմում է 3%։ Եվ կարծում եմ այս ցուցանիշները իրար հետ համեմատելով, մասնավորապես 6 եւ 3%-ները կարելի է արձանագրել, որ կառավարությունը իրականում բավականին հավակնոտ ծրագիր է ներկայացնել, ըստ էության արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը 2 անգամ ավելի արագ է զարգանալու իր տնտեսությամբ, քան մնացյալ աշխարհը։ Եվ կարծում եմ այսքանով կարելի է հավակնոտության թեման փակել այս ծրագրի մեկընդմիշտ։ Հարգելի գործընկերներ, ցավոք երեկվա հարցուպատասխանից հետո կարելի է արձանագրել, որ մեր ընդդիմությունն այնուամենայնիվ այն որակի չի, ինչը մենք կարող էինք մտածել նախքան երեկվա հարցուպատասխանը, ինչու, որովհետև կարծում եմ ընդհանրապես ընդդիմության շրջանում հետևողականության եւ ինքնահայեցողության ճգնաժամ կա, որը արտահայտվում է մեզ ուղղված քննադատության խորը հակասություններով։ Այսպես օրինակ երեք Հայաստան խմբակցության ղեկավար Տիկին Գրիգորյանը հարցուպատասխանի ժամանակ ասում է. այո, իդեալական չի եղել մեր պետությունը նախքան հեղափոխությունը։ Իդեալական չեն եղել նույնիսկ հանրաքվեները, բայց երբևէ Ադրբեջանի սահմանադրությունը չի հրամցվել մեր հանրությանը։ Եկեք փորձենք բացել
այս միտքը կամ թարգմանել, եթե կուզեք, ինչ էր ուզում ասել Տիկին Գրիգորյանը։ Տիկին Գրիգորյանը ասում է, ուղիղ բառացի ասում է, այո, իդեալական չի եղել մեր պետությունը նախքան հեղափոխությունը, իդեալական չեն եղել հանրաքվեները, այսինքն կեղծվել են, բայց դե կեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, մեր Ռոբերտ Քոչարյանի, մեր Սերժ Սարգսյանի կողմից։ Եվ այս абսուրդային միտքը շարունակելով նա կոչում է այս սահմանադրությունը նոր Ալիևյան։ Հարգելի գործընկերներ, եկեք հասկանանք ինչի է սահմանադրությունը Ալիևյան։ Ըստ էության բովանդակային առումով խոսքը գնում է միայն անկախության հռչակագրին հղման մասին կամ դրա բացակայության, որն ըստ էության առիթ է հանդիսանում այս նոր մեր քննարկմանը ներկայացվելիք սահմանադրությունը կոչել Ալիևյան։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ իրականում սրանով Տիկին Գրիգորյանը չի մեղադրում կամ վիրավորում մեզ կամ գործող իշխանություններին, նա առաջի հերթին վիրավորում կամ քննադատում է, եթե կուզեք, մեր ժողովրդին, ինչու, որովհետև ըստ էության ինչի մասին է անկախության հռչակագիրը։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու կամ չշարունակելու մասին։ Մի թեմա, որի մասին բազմաթիվ անգամ երկրի ղեկավարը խոսել է, այդ թվում այս ամբիոնից արձանագրելով, որ չի պատրաստվում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Դրանից հետո կոչ է արել ժողովրդին, որպեսզի անհամաձայնության պարագայում ժողովուրդը դուրս գա եւ անի հեղափոխություն։ Դրանից հետո եղել են համապետական հերթական ընտրություններ եւ ժողովուրդը իր ընտրությունը եւ որոշումը կայացրել է այդ թվում այս հարցի վերաբերյալ։ Ըստ այդմ պետք է արձանագրել, որ Տիկին Գրիգորյանը այս բնորոշումներով եւ պիտակավորումներով առաջին հերթին վիրավորում է մեր ժողովրդին։ Շարունակելով ընդդիմության կողմից մեզ ուղղված քննադատության հակասությունների թեման ուզում եմ խոսել նաև Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի երեկվա հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերին։ Նախ հիշեցնենք, որ նա արձանագրեց վրթովված ընդ որում արձանագրեց, որ Իլհամ Ալիևի եւ երկրի վարչապետի խոսույթների մեջ կա տարբերություն, մի բան, որը երեքևս արձանագրվեց, որ նորություն էր, բայց հետո ասում է Ալիևը մտնում է մեր երկրի գործերի մեջ։ Հավանաբար չնկատելով, որ եթե նույնիսկ նման բան կա, ապա նա մտնում է մեր գործերի մեջ իր եւ իր գործընկերների շուրթերով։ Հաջորդը ասում է, կոչ է անում, բանը դիմում է Բագրատաշենցիներին, ասում է դուք հունիսի 7-ին ավելի շատ ձայն եք տվել ՔՊ-ին, քան մեզ։ Այդ Տիգրանաշենցիներին կներեք։ Ասում է դուք հունիսի 7-ին ավելի շատ ձայն եք տվել ՔՊ-ին, քան մեզ։ Սա եւս նորություն է, հարգելի գործընկերներ, որովհետեւ եթե հիշում եք, վերջին օրերին ընդդիմությունը ասում էր, որ դուք ձայն չեք ստացել, դուք կեղծել եք ընտրությունները, պարզվում է, որ այնուամենայնիվ Տիգրանաշենում մենք չենք կեղծել ընտրությունները եւ քաղաքացիները մեզ են ձայն տվել առնվազն ավել, քան իրանց։ Տիկին Ղարամանյանը ասում է, հապկին մենք ինքներս էլ հարցեր ունենք։ Այս թեմային առիթ ունեցել եմ անդրադառնալ հարգելի գործընկերներ, բայց քանի որ կրկնվում է անընդհատ, ուզում եմ հասկանալ, այդ ինչ հարցեր դուք ունեք հապկին, որը մեզ չեք կարողանում ուղղել, կամ այդ ինչ հարցեր կան, որոնց մենք չենք անդրադարձել, որոնց պատասխանը մեզնից չեք լսել, կամ նույնիսկ եթե չեք լսել, կարծում եմ հիմա մանավանդ ֆրակցիա ունեք, կարող եք գրավոր դիմել կառավարությանը կամ պատկան մարմիններին եւ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Ինչու է որ դուք ուզում եք այդ հարցերը ուղղել հենց հապկին։ Միթե հապկը ավելի վստահելի գործընկեր է ձեր համար։ Իսկ միթե կարող է պատահի, որ հապկի հետ եք դուք պայմանավորել ընդհանրապես այս ձեր հապկի հետ կապված ձեր դիրքորոշումը։ Եվ շարունակելով այս թեման, իդեպ պարոն Թունյանը ասեց, որ հավանաբար մեր ընդդիմության գործընկերներին իրենց տեքստերը եւ հարցերը գրած տալիս են։ Ես կիսում եմ այս դիրքորոշումը պարոն Թունյան, որովհետեւ եթե նկատել եք ընդհանրապես բովանդակությունը թե հարցերի, թե արձագանքների, թե ընդհանրապես խոսույթի ամբողջությամբ կոնտեքստից կտրված է այս քննարկումների։ Այսինքն մենք լսում ենք վարչապետի կողմից պաշտպանության ոլորտին վերաբերող կառավարության ծրագրի մի ամբողջ հատված, որից հետո Տիկին Ղարամանյանը ասում է դուք արդյոք պատրաստվում եք միանաք ՆԱՏՕ-ին եւ հանձնեք զենքերը եւ դառնաք հանձնվեք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այսինքն այս նախապես գրված տեքստերը քննարկման ենթակա չեն եւ վերջում հարգելի գործընկերներ, այս կտրիչ ներսիսյան սագան ավարտելու համար ուզում եմ ասել հետեւյալը։
Իրականում այստեղ եւս որևէ բովանդակություն չկա, որովհետեւ չկա տրամաբանություն նրա մեջ, երբ մի մարդու հասցեին ամենասուր եւ նույնիսկ որոշ դեպքերում վիրավորական քննադատությունն է հնչում, այդ թվում սրբապղծության տեսքով, այդ թվում կուսակրոնության ուխտը խախտելու տեսքով, այդ թվում այլ երկրի գործակալ լինելու տեսքով, ուտեղ լռություն է, որևէ ակցիա չի հետևում դրան, հենց ասում ես Կրտիչ Ներսիսյան սկսում են բանանել, սա հարգելի գործընկերներ լուրջ չի եւ խոսում են, որ բովանդակություն չկա, առհասարակ եւ վերջում եւս 10 վայրկյան մեր գործընկերներին ուզում եմ հիշեցնել, որ որևէ պայմանավորվածություն մենք ի սկզբանե չենք ունեցել, որ պիտի դադարվի ասել Կտրիչ Ներսիսյան, ինչպես որ իրենք չեն դադարում ասել վեհաբար։ Հետեւաբար, եթե այս պարագայում պետք է լքեն դահլիճը ամեն անգամ, ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի առհասարակ չվերադառնան։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար